Առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը, մենք ունենք բարձր տրամադրություն, որովհետև երաժշտական է լինելու մեր առավոտը եւ իհարկե ունենք նոր երգ եւ տեսահոլովակ, որը պատրաստվում ենք շատ կարճ ժամանակ անց ներկայացնել ձեր ուշադրությանը եւ ունենք հրաշալի հյուր, որին Սուրենը հենց հիմա կներկայացնի։ Նախքան նրան ներկայացնելը պարզապես մի այսպիսի մեջբերում անեմ, որ Երևանը որպես մայրաքաղաք ռեկորդների գրքում է հայտնվել, որովհետեւ միակ մայրաքաղաքն է աշխարհում, որին նվիրված են ամենամեծ քանակությամբ երգերը, եւ դա իրական փաստ է։ Եվ երգերից մեկն էլ պատկանում է իհարկե Ռաֆի Ալթունյանին, ում այս պահին սիրով ողջունում ենք։ Ռաֆի, բարի լույս։ Բարի լույս։ Ո՞նց ենք։ Լավ, Սուրեն ջան, դուք ո՞նց եք։ Մենք շատ հրաշալի ենք։ Իսկ տրամադրությունը։ Հնդիր։ Դե խոսենք երգի մասին։ Այո, այս անգամ նկրկին ձեզ հյուր եմ եկել երգի պրեմիերայով։ Նոր երգ ենք ձայնագրել, նկարահանել։ Մեր Երևան քաղաքին նվիրված։ Լսում ես, Սուրեն։ Այո։ Երևանի մասին երգերը շատ են։ Այս մեկը ինչով է առանձնանում։ Քո կողմից մեծ սիրով ու ջերմությամբ։ Ես գիտես, իրականում ունեմ հեղինակային մի քանի երգեր, որոնք հենց Երևանի մասին են եւ կատարում են շատ տարբեր արտիստներ։ Ու ես միշտ ինքս ուզեցել եմ ունենամ երգ նվիրված Երևանին, որը կկատարեմ ինքս։ Ու միշտ ինձ թվացել այդ երգերը, որ գրել եմ արտիստների համար, ինձ թվացել է սկզբում ասել եմ կարող է այս երգը երգեմ, բայց ասում եմ всё-таки ասել եմ չէ, այս հələ իմը չի, էլի, ոչ թե լավը չի, որ իմը չի, այլ ավելի շատ ինձ երևի ուրիշ Երևան էր պետք, ու ինձ թվում է, որ սա հենց այն երգն է, որ ես իսկապես կուզենայի երգել։ Օհո։ Իսկապես Երևանի մասին երգերը շատ են, բայց մենք այնքան շատ ենք սիրում մեր քաղաքը, որ միշտ նոր երգերի սպասում ենք եւ կարծում եմ Երևանը այն հրաշալի թեման է, որով բոլոր երգիչները կարող են ունենալ իրենց տարբերակը, որովհետեւ երգիչներն նույնպես։ Բոլորս տարբեր ձև ենք սիրում մեր քաղաքը։ Ես վստահ եմ, որ Երևանի մասին անկախ երգի ռիթմիկայից, անկախ երգի երևի ոչից Երևանի մասին վատ երգ չկա։ Չեմ խոսում մայեստրոների Ռուբեն Ախվերդյանի Ֆորշի Երևանների մասին, որոնք որ աննկարագրելի են։ Չեմ էլ ասում, որ մենք իրենց կհասնենք, բայց մենք էլ մեր ձևով ենք մեր սերը արտահայտել մեր քաղաքի նկատմամբ։ Միանշանակ դա այդպես է ու դա արտահայտվում է բոլոր այն աշխատանքների մեջ, որոնք արվում են, հա, այսօրվա արդեն երգանների կողմից։ Ռաֆի, այնպես որ ես առաջարկում եմ վայելենք Երևանյան տրամադրությունը այս պահին մեր եթերում, հետո վերադառնանք եւ շարունակենք մեր զրույցը, խնդրեմ։ Չեն հայրիկի խոսքերը, որ ես քեզ պատմեմ, որքան մեծ է սերը իմ ու քո։ Մեկ ուզում եմ քեզ այնպես ամուր գրկել, իմ Երևան քաղաքն ես դու սիրո։ Մանկության իմ հուշերի գրքում դու կաս, չեմ զգացել երբեք քեզնից սիրո պակաս։ Մեծացել եմ ես քեզ հետ ու քո գրքում, քո անունը միշտ ապրում է իմ սրտում։ Երևան, ես քեզ այնպես կգրկեի, Երևան, սիրահարված մեր սրտերի, Երևան, դու ամենամեր սիրելի, Երևան, այնպես կգրկեի, Երևան, սիրահարված մեր սրտերի, Երևան, դու ամենամեր սիրելի, Երևան։ Սերս առաջին քո թաղերում գտա, ալբոմից բացված մեր տամբակում, Քեզ հետ ես ունեմ, անցյալ ունեմ ներկա, ընկերներով քեզնից ենք միշտ պատմում, Գիտեմ ոչ մի օր դու ինձ չես մոռացել, օրերում կյանքիս իմ Երևան, միշտ էլ իմ առջև սրտի դուռն ես բացել, որ ես քո գրկում ապրեմ քեզ հետ մնամ, Երևան, ես քեզ այնպես կգրկեի, Երևան, սիրահարված մեր սրտերի,
Երևան դու ամենամեր սիրելի Երևան Երևան ես քեզ այնպես կգրկեի Երևան սիրահարված մեր սրտերի Երևան դու ամենամեր սիրելի Երևան սիրահարված մեր սրտերին Երևան դու ամենամեր սիրելի Երևան Շնորհավորում ենք, հրաշալի էր։ Օպերայի նոր լուսային այսպես գեղեցկություն ամբողջությամբ տեսանք գիշերը ձեր տեսահոլովակում մնաց։ Շատ սիրուն էր ամեն ինչ։ Շնորհակալ եմ, Սոնա ջան։ Դուր եկավ։ Եվս մեկ անգամ սեր խոստովանելով Երևանին, հա, սա ինչ է տալիս, ինչ զգացողություններ է տալիս, ստեղծագործելու նոր էներգիա է տալիս։ Երգանի համար սա ինչ է։ Սուրեն գիտես ես երկը ոնց է ծնվել, երբ որ Միացյալ Նահանգներում էի վերադարձա Երևան, շատ կարոտած էի վերադարձել իրականում, ու երբ որ հենց օպերայի շրջակայքում, երբ որ մեքենա էի վարում, հանդիպման էի գնում, սենց այդ կարոտը զգացի, ասեցի, այդ ֆրազան ասեցի, ասի Երևան, ասի ես քեզ ընենց կգրկեի, ու այդ ֆրազան երկ դարձավ, էլի հասկացա, որ այդ պիտի երկ դառնա, հետո թողեցի անցավ ժամանակ ու սարքեցի երկ, բայց իրականում Երևանին կարծում եմ, որ երբեք չես օգնի սեր խոստովանելուց, որովհետև մեր կյանքի բոլոր հիշողությունները հենց իր հետ է կապված ու այս մեր հարազատ քաղաքն է, չգիտեմ, իրան որ տունն է, ծնողի պես սիրում ես, էլի։ Ես գիտեմ, որ բազմաթիվ երգեր եք գրում նաև այլ արտիստների համար եւ ինձ շատ հետաքրքիր է ոնց եք ընտրում, որ երգը ձեզ պահեք, որը նվիրեք կամ Էգոիստ չեմ, Սոնա ջան, այդ հարցում պահելու, չպահելու խնդիր չկա։ Դուք կատարեք, որն է, պետք է ձեր սրտին կպնի, դիպչի։ Դե հա, որտեղ ես ավելի շատ սիրում եմ ռոմանսների ժանրը, բայց երգեր իրականում եղել է, որ մտածել եմ կարող է ես երգեմ, բայց երբեք չեմ ափսոսացել որևէ երգչին երգը տալուց կամ նվիրելուց կամ վաճառելուց, առավել եւս վաճառելուց։ Հատկապես վաճառելուց։ Երբեք չեմ զղջացել։ Եվ հետաքրքիր է, կա մտքում հիմա թեմա, որի մասին ուզում եք երգ գրեք, որը դուք կկատարեք։ Ոնց որ ասեցիք մեքենայի մասին Երևանին ունես կգրկեի քեզ ու չեմ մտածել դրա մասին, չեմ մտածել, այս վերջերս օրինակ երկու երգելի պրեմիերա արեցինք, որոնցից մեկի հենց թեման Էրիկի համար էի գրել, Կարապետյան, Մնա է գոչվում, Էրիկ երգը, օրինակ այդ թեմայով կուզենայի գրեի ու գրեցի, հենց այդ Մնա թեման կուզենայի ու այնպես ստացվեց, որ հենց տեքստը այդպես էլ գրեցի։ Հիմա օրինակ շատ կուզեի ամանորի նվիրված ինչ-որ բան գրել, որտեղ նախատոնական տրամադրություն է բոլորիս մոտ, բայց դե քանի որ այդ թեմայով էլ երգեր ունեմ, գիտեք, երևի արել ենք այդ երգերը, չեմ էլ ուզում շատ տենց անընդհատ ինչ-որ նույն բանի մասին Դե եթե այսպես վերցնենք, Ռաֆի, նոր հեծանիվ չենք հորինելու։ Զգացողությունները ամեն թեմաներով կան, բայց յուրաքանչյուր երգանի կողմից այնտեղ կա իր կողմից դրված նորովի վերապրված զգացումներ, ջերմություն, սեր, որը տալիս է այսպիսի գեղեցիկ նոր աշխատանքներ։ Երևանի մասին արդեն ասացինք, հա, ինչ ամենաշատ երգերն են նվիրվել, բայց ամեն մի երգ ունի իր առանձնահատկությունը եւ պատմությունը, սա շատ կարեւոր է։ Հետաքրքիր է, այո, երբ որ երկրում էլ որ լինես, մի քանի օր հետո սկսում ես անկախ քեզանից կարոտել մեր Երևանը, ասում ես, այ երբեմ վերադառնալու շուտ նորից Երևան, երբ որ արդեն օդանավակայանում ոդկը դնում ես արդեն գետնին, հասկանում ես թե ինչքան շատ էիր կարոտել։ Սա երևի ֆենոմենն է եւ սա նաեւ ֆենոմենն է, որ ստիպում է նոր երգեր գրել։ Ինձ թվում է երբեմն պետք է նաեւ Երևանից գնալ, որպեսզի հասկանաս ինչքան ես դու սիրում։ Արժեն հասնել աշխարհի ծերը, որ այս խոսքերը հասկանաս։ Նախվերձյան իզուր չի երգել, էլի։ Ինչ նորություններ կան առջևում։ Տարին փակում ենք Երևանով, թե ոչ, շատ գործեր կան դեռ։
Տարին փակում ենք ինձ թվում է եթե իմ կատարման մասին է խոսքը, իմ երկիրը կարծում եմ Երևանով, որովհետև ես եթե նկատել ես Սուրճ ջան, ես այնպես շատ հաճախ չեմ երգում, պետք է իմ սրտի երգը լինի, որ երգեմ, բայց եթե հասցնենք, կարծում եմ անուններ չեմ տա, բայց մի քանի արտիստներ կան, որ մինչև տարվա վերջ կարծում եմ դեռ պրեմիերա կունենան երգերի, որոնց հեղինակը ես եմ, իսկ իմ մասով երևի մեկ էլ կլինի ամսի 6-ին, որտեղ որ կերկեմ այս երգը, տավա երգ մրցանական բաշխությունն է լինելու, որտեղ կներկայացնեմ այս երգը։ Դե մենք քեզ մի քիչ էմոցիաներ տանք գինու հետ միասին, որովհետև Քաղցրատ սպիտակ չոր Անտիր։ Այո, որովհետև գինին տալիս է այդ ստեղծագործելու հմտությունները, մուսան, միտքը, իսկ առավել ևս Սարգոնը Իջևանի կողմից ներկայացող, գինոգործանի կողմից ներկայացող հաստատ այդ տրամադրությունը կտա։ Սա քեզ եւ քանի որ դու երգահան ես եւ ինքդ իհարկե երգեր ես տալիս, նվիրում ու այդ երգերը ամեն մեկը ունի իր պատմություն ու ջերմություն, ուզում եմ քեզ նվիրել ջերմությամբ մի բացիկ, որը կոչվում է Արևոք, սիրում եմ, այսպես է, եւ այստեղ հայտնի երգերից ֆրազներ են։ Ես մեկ ուզում նվիրել քեզ, որը դու կնվիրես հաստատ քեզ համար շատ սիրելի մարդուն։ Ես քեզ սիրահարվել եմ, ինչքան հոգիս ուժ ունի սիրելիս։ Բնականաբար հասկանալի էր ում երգից էր սա Հայկոյի, այնպես որ Ռաֆի ջան, թող քո սերն էլ միշտ ուժ տա նրանց, ովքեր քո կողքին են։ Շաքաղվեց հենց այս տողերի համար, որ ես նորից ինչ-որ այդարքին անակնկալ ու իմ ընկերոջ տողերով։ Այո։ Թող բոլոր երգերը հասնեն իրենց հասցեատերերին, բոլոր կարոտացները լսելով եւս մեկ Երևանի մասին երգ վերադառնան, անհամբեր կարոտն առնեն իրենց Երևանից ու ջերմություն ու սեր նվիրեն։ Քեզ էլ շնորհակալ ենք։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Դե ինչ կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։